Այդ եղջյուրների համար մայիսը եւս բարենպաստ եւ բարեխառն ամիս է, հատկապես մայիսի սկիզբը, երբ Մերկուրին եւ Արեգակը տարանցեն սիրելի այդ եղջյուրները ձեր 5-րդ տնով, որը կապված է սիրո, երեխաների, երջանկության հետ, այսինքն այդ ժամանակահատվածը շատ բարենպաստ է նաեւ հղիության համար, երեխա ունենալու համար շատ լավ է։ Մայիսի երկրորդ կեսը մի փոքր ավելի այսպես լարվածություն կստեղծի ձեզ համար եւ որովհետեւ Արեգակը մուտքը գործի 6-րդ տուն, որը պատասխանատվության հետ կապված, աշխատանքի հետ կապված, առօրյա այդ հոգսերի հետ կապված տունն է։ Եվ նաեւ ինչով է բարդ երկրորդ կեսը այդ եղջյուրների համար, որ մայիսի 25-ին դժնդակ Սատուրնը մուտք է գործում Խոյ, իսկ Խոյը դա ձեր 4-րդ աստղատունն է սիրելի այդ եղջյուրներ, դա կնշանակի խնդիրներ ընտանիքում, տանը, բարդություններ, հնարավոր է տան անդամների մոտ ինչ-որ ֆինանսական, առողջական եւ այլ խնդիրներ։ Այս սա իհարկե պետք է հիշել, ինչով է վատ այդ եղջյուրների համար, որովհետեւ Սատուրնը հանդիսանալով այդ եղջյուրների ղեկավարը եւ թագավորը թուլանում է Խոյ կենդանակի, նա էներգետիկան արդեն դուք չեք կարող յուրացնել։ Այդ դրանով իհարկե այդ միակ բարդությունը, որը կա այդ եղջյուրների համար։